Բարի օր, սիրելի ունկնդիրներ։ Են մանկետում այսօր ես իրոք ֆանտաստիկ հյուր ունեմ։ Հակոբ Հովսեսը։ Բարի գալուստ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ես այսօր ուզում եմ, որ մենք խոսենք ոչ քաղաքականությունից։ Ինչ լավ է։ Գիտեք, մեր օրերում ընտրությունների այս հորձանուտում բոլորը սկսել են խոսել ինքնությունից։ Բոլորը, անխտիր։ Բայց մենք գոնե հասկանում ենք հայ ինքնությունը ընդհանրապես ինչ է։ Դուք մի հարց եք տալիս, որի պատասխանները կամ պատասխանը ես մի տարի, երկու տարի փնտրում եմ։ Ընդհանրապես մեր ժողովրդի ինտելեկտուալ կյանքում, եթե այդպեսին գոյություն ունի, 2-3 տարին մեկ մի բառ է հայտնվում, մի եզրույթ, Տրենդ, կարելի ասել տրենդը, որ բոլորը օգտագործում են, բայց առանց հասկանալու ինչ մասն է խոսքը։ Այսօրվա այդ տրենդը ինքնությունն է։ Սկզբից ասենք, որ ինքնություն ունենալու համար պետք է ինք լինել, պետք է ինքդ լինել, այդ արդեն ինքնություն է։ Բայց մերոնք դա օգտագործում են ըստ երևույթին ազգային, լեզու, գրականություն, մշակույթ, կրոն հասկացություններով, այնինչ եվրոպական մտքի մեջ, քաղաքագիտական մտքի մեջ և փիլիսոփայական մտքի մեջ էթնոս ազգ հասկացությունը որպես էթնոսի բարոյական մշակութային հոգևոր նկարագիր ունի էթոս տերմինը։ Դուք եվրոպական լեզուներում ինքնություն բառը չեք հանդիպի, ինձ թվում է դա հայերն են հորինել։ Գիտեք, այստեղ ինչ խնդիր կա։ Եվրոպացին թերևս անցած հարյուրամյակներում արդեն ապացուցել է իր ինքնությունը եւ ինքնության որոնումների կարիք չունի։ Ֆրանսիացին խնդիր չունի ապացուցելու, որ ինքը ֆրանսիացի է։ Իտալացին բացարձակ խնդիր չունի ապացուցելու, որ ինքը իտալացի է։ Մենք ինչի ենք անդադ ապացուցում, որ մենք հայ ենք։ Որտեղ հայ չենք։ Ուրեմն այդ կիսատ միտքս ավարտեմ, էթոս բառը էթիկա բառի հիմքում է ընկած։ Եվրոպական ժողովուրդները էթնոսի, այսինքն ազգի էթոսը, այսօրվա մեր բառապաշարով ինքնությունը, էթիկայի մեջ են տեսնում, ոչ թե իր առանձնահատկության, ոչ միայն իր առանձնահատկության, իր լեզվի, իր գրականության, այլ բարոյականության, որտեվ եթե այդպես չենք դատում, քուրդն էլ կարող է ասել իմ ինքնությունը, թուրքն էլ կարող է ասել, Մալազիայի ժողովուրդներն էլ կարող են ասել։ Քրիստոնեական միտքը էթնոսի կարգավիճակը հիերարխիան էթոսով է որոշում։ Ես կուզենայի, որ այսօր մեր ժողովուրդը երբ որ ասում է ես, ոչ թե հասկանար իր էթնիկական առանձնահատկությունները, նորից կրկնենք լեզուն, կրոնը, գրականությունը, այլ հասկանար իր բարոյական նշանակությունը աշխարհում, ինքը ինչ էթիկական նշանակություն ունի աշխարհում։ Այստեղ ես կարծում եմ, որ մենք դեռևս անելու շատ բան ունենք, որպեսզի ինքներս մեզ հասկանանք։ Մենք դեռևս մեզ լավ չենք հասկացել։ Հայ մարդը աշխարհում ամենաքիչը գիտի, թե ինքը ով է։ Հայ մարդը աշխարհում ամենաքիչը գիտի, որ ինքը շատ վսեմ ժողովուրդ է, վսեմ էթնոս է։ Տրաֆարետային լոզունգային մակարդակի վրա գիտի։ Մենք 20,000 տարեկան ենք մեր հայկը խփեց այդ բելին մինետով սատկացրեց, բայց էթոսի տեսակետից, թե ինչ բարոյականության կրող է, ինչ բարոյական նկարագիր ունի, ինչ էթիկական նկարագիր ունի, ինքը դեռևս չգիտի, ինքը չի մեղավորը, որ չգիտի, իրեն մեր մշակույթը, մեր մտավորականությունը չի սովորեցրել, եկել է ժամանակ, որ սովորի դա մեր ժողովուրդը, և մի բան էլ այստեղ ասեմ ու այս մասը փակենք։ Էթոսի մեջ մտնում են նաև ժողովրդի ազգային գիտակցության ամբողջ նկարագիրը։ Եթե ժողովուրդը էթոս չունի, այսինքն մի քիչ առաջ եմ նկարագրած բարոյական արժեքները չունի, դու իրան ասա հայ ես, հայ ես կարող է ինքը շատ նողկալի մարդ է։ Այսինքն ամփոփելով ասենք, որ
էթնոսը ազգը պետք է էթոս ունենա։ Այդ դա է ազգի արժեքը։ Լավ, ինքնության մեր այսօրվա պատկերացումները որքանով են համապատասխանում այն խնդիրների լուծմանը, որոնց մենք բախվել ենք 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին։ Դե ամբողջ Բանաձևել ենք այդ խնդիրները։ ամբողջ հարցն էլ այն է, որ ոչնչով չի համապատասխանում, որովհետև մենք ընկած ենք այդ ինքնություն բառի արտաքին տարերի հետևից, հայ ենք, սև աչքերը մեր լեզուն, մենք 7000 տարեկան ենք, բայց օրինակ ինչպես մեզ պետք է պահենք որպես քաղաքացիական միավոր, որպեսզի կարողանանք երկիր ստեղծենք, պետություն ստեղծենք, իրավունքի, օրենքի նորմատիվներով ապրենք, դա մենք դեռևս չենք հասկացել, դեռևս այդտեղ էնտուզիազմի ոլորտում ենք։ Զգայական Մենք մակարդակում։ քիչ ենք, բայց հայ ենք։ Մենք քիչ ենք, բայց մեզ այն։ հայ են ասում, եւ այդտեղ մենք եւ կներեք այսօրվա մեր հեղեղուկ պատկերացումները մեր երկրի մասին, հայրենիքի մասին, պետության մասին, հասարակության մասին նույնպես գալիս են դրանից։ Ձեր խոսքից չգիտեմ ինչու շատ լուրջ հարց ծագեց, Սասունցի Դավիթն է իրական հայը, թե փոքր մայրը։ Ես այդպիսի հարց չէի դնի, դրանք նույն իրողությունների տարբեր, այսպես ասած, ռակուրսներն են, ընդհանրապես ես ձեզ ասեմ, հոգեբանության մեջ 20-րդ դարի ձեր հարցից ելնելով մի տեսություն կա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր արխետիպը, որը թաքնված է իր բանավոր մշակույթի մեջ, հեքիաթներով, ոչ գրավոր մշակույթի մեջ։ Օրինակ մի շվեյցարացի հոգեբան կա, ինքը կարծում է, որ օրինակ ռուս ժողովրդի արխետիպը Իվանուշկա Դուրաչոկն է։ Գերմանացի ժողովրդի արխետիպը Դմբո Հանսը։ Այստեղ չծավալվենք եւ չասենք, որ Դմբո եւ Դուրաչոկ բառերը ավելի կրոնական միամիտ իմաստներ ունեն։ Եթե մենք փորձենք ես փորձեմ հայ ժողովրդի այսպես ասած արխետիպը գտնեմ, ես դա չեմ գտել, շատ փորձել եմ, բայց չեմ գտել։ Ոմանք կասեն Հայկ Նահապետն է, ոմանք ասեն Սասունցի Դավիթն է, ոմանք ասեն Մայրն է, բայց դրանք գրավոր մշակույթի բաներ են։ Ես հեքիաթի մեջ չեմ կարողացել գտնել, չնայած լիքը, այսպես ասած, հավակնորդ կերպարներ կան, Քաչնազար եւ այլն։ Ձախորդ Փանոսը, ահա, տեսեք, ես այդ զարմանալիորեն ընդհատեցիք դուք, կռահեցիք իմ բանը, իմ միտքը, ես հիմա մի հատ գիրք եմ գրում։ Անբան Ուրին, մեր պատմության մասին։ Եվ ես կարծում եմ 7-րդ դարում մի բյուզանդական պատմիչ կա, Պրոկոպիոս Կեսարացի, որը գրել է գաղտնի պատմություն։ Մեր գաղտնի պատմությունը, այդ արխետիպերի պատմությունը, թաքնված է Թումանյանի հեքիաթներում, առակներում, այո, ձեր ասած այդ կերպարները, Անբան Հուրին, Ձախորդ Փանոսը, Կիկոսի Մահը, լավ կլինի, որ մենք դիտարկենք որպես մեր պատմության դրվագներ։ Այստեղ իհարկե որը որ դար, որը ինչ իրադարձություն, պատմական իրողություն, բայց Թումանյանը այս առումով մեր մասին եւ մեր պատմության մասին ավելի շատ բան կարող է ասել, քան փքուն ու հիմար գրքերը, որոնք մեզ փուչիկի պես փչում են, բայց դատարկությունից բացի ոչ մի բան մեր մեջ չեն լսնում եւ մենք թռնում ենք օդ ու 20 մետրից հանդիպելով օդի սառնաշունչ շերտերին գմփալով երկրի ձգողականությունը հետևել։ Տեսեք, ես այս հարցի մասին իսկապես կներեք, այս հարցի մասին իսկապես շատ եմ մտածել, որտեղ այստեղ կարծես երկսար սուր է։ Արդյոք մեր պատմությունն է մեղավոր, որ մենք 21-րդ դարի առաջին քառորդին դեռ պատասխանում ենք հարցին մեզ ինքնիշխանություն է պետք, թե վասալություն, թե մենք ենք մեղավոր, որ մեր պատմությունը հենց այդպիսին էր ու է։ Ուրեմն էթնոս բառը նորից օգտագործենք, էթնոսների իմաստով ամեն ինչի տերը պատմության, կրոնի, հավատի, դավանաբանության մշակույթի
ինքը ժողովուրդն է, էթնոսն է։ Եվ էթնոսով են այս ամեն ինչը հզոր։ Տեսեք, մեր ժողովուրդը մի ասույթ ունի, ասում է խաչը տիրոջով է զորավոր։ Տերն է խաչին զորություն տվողը։ Քանի որ մեր պատկերացումները այս հարցում քրիստոնեական չեն, մենք ուրեմն փորձել ենք պատմության մեջ մեր բոլորի հարցերի պատասխանները ինքներս չտալ, այլ գցել պատմության վրա, գցել մեղավոր որոնել, եւ ընդհանրապես հայ ժողովրդի այսօրվա հատկապես վիճակում ամենաառանձնահատուկ կողմը այն է, որ մեր ժողովուրդը մեղք չի փնտրում, բայց մեղավորներ է փնտրում։ Գիտեք, եթե մեղքը կա, մեղավորը ծիլ կտա եւ կհայտնվի։ Այ այսօր էլ տեսեք, այսքան մենք բարդ իրավիճակներում ենք, չէ, հայտնվում, իրար մեղադրում ենք, իրար փնովում ենք, իրար, բայց ոչ մեկը չի խոսում մեղքի մասին։ Մեր պատմության մեջ գործած մեղքերն են մեղավորներ ծնել, այդ մեղքերը եթե մենք գտնենք եւ նշենք, մեղավորները կամաց կոչնչանան։ Այնպես որ մեր պատմությունը մեր արդյունքն է, մենք չենք մեր պատմության արդյունքը։ Գուցե մենք վախենում ենք պատասխանատվությունից, որտեղ տեսեք, եթե կա մեղավոր, տրամաբանորեն պիտի հետևի պատիժ կամ սխալի ուղում։ Հավանաբար, բայց մեղքը պետք է սպանել։ Օրինակ պետք է հասկանալ, որ ասենք փողոցում անհոգությունը, անդաստիարակությունը մեղք է։ Եթե մենք անդաստիարակության մեղքը գիտակցենք ու վերացնենք, մեղավորներ չեն հայտնվի, փողոցում չեն հայտնվի մարդիկ, որոնք կողքովդ անցնելուց շատ կներեք կթքեն ոտքերի տակ։ Նապոլեոն Բոնապարտը ասում էր աշխարհագրությունը նույնպես քաղաքականություն է։ Մենք մեր աշխարհագրությունից իբրև քաղաքականություն ինչու չենք կարողանում օգտվել։ Այն պարագայում, երբ օտարները հենց փորձում են մեր այդ աշխարհագրությունը քաղաքականություն դարձնել իրենց շահերից բխող ու հիմնականում մեր շահերի դեմ։ Այո, դուք ճիշտ եք ասում։ Ընդհանրապես աշխարհագրական ֆենոմենը քաղաքագիտության մեջ քաղաքագիտության օրենքներից է, երկրի օրենքներից է, քաղաքագիտության օրենքներից։ Տեսեք, մենք միշտ այս առումով էլ, մենք միշտ դժգոհում ենք մեր աշխարհագրությունից, մեր Թով չունենք, բայց ուրիշները եկան մեր աշխարհը գրավեցին եւ այդ աշխարհագրությունից օգտվեցին ֆանտաստիկ կերպով։ Հետևաբար աշխարհագրությունը նույնպես իր մեջ ապրող էթնոսն է պանծացնում, էթնոսն է արժեքավորում։ Եվ եթե դու այդ պատկերացումները չունես, իհարկե կգան ձեռքից այդ քոչվորները ձեռքից այդ կառնեն, հյուսիսաբնակները ձեռքից այդ կառնեն, քեզ կմնա մխկտալ եւ փնտրել абսուրդ, վերացական, абստրակտ պատճառներ։ Էլի մեղավոր։ Այո, մեղավորներ։ Ուրեմն հայ ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ ինքը գիտակցություն ունեցող որպես ժողովուրդ առաջին անգամ հնարավորություն ունի ինքնագիտակցություն ունենալ, պատմական ինքնագիտակցություն նաև քաղաքական եւ քաղաքացիական ինքնագիտակցություն։ Մենք այս բաներից հեռու ժողովուրդ ենք, մենք 7000 տարվա, չգիտեմ, ոմանք ասում են 20000 տարվա պատմություն ունենք, բայց այս 1000 անգամ կրկնել եմ, հիմա էլ եմ կրկնում։ Մենք պատմական գիտակցություն չունենք։ Մենք քաղաքական գիտակցություն չունենք։ Դրա պատճառը հավատացեք մեր կրթությունն է։ Եթե նայեք մեր մշակույթի մեջ, մենք այնպիսի քաղաքագիտական միտք ունենք, օրինակ աշխարհը կոռուպցիայի մասին խոսում է վերջին 2-300 տարիներում, չէ, բայց Մովսես Խորենացու ողբը ինչ է, կոռուպցիայի փաստաթուղթ է, թե հայկական պետությունը ոնց է կոռումպացվել եւ դրա պատճառով վերացվել։ Եկեք 10-րդ դար մեր դատաստանագրքերը, եկեք մեր Մադրասյան դպրոցները նայեք, մեր չգիտեմ, այսինչ այնիշներ, այսինքն 20-րդ դար վերադառնանք, ոչ չի եղել մեր գայլը պղնձյա։ Ապրեք, մեր ժողովուրդը, ես իմ անուշ Հայաստանին որ կարդում է, շատ լավ է անում, սուրբ բանաստեղծություն է, բայց թող նստի մի հատ
Մավան տեսիլներ կարտա 30-ական թվականներին գրված ոչ են Հասկացա որը։ ոչ են բանաստեղծությունը որպես ցկված թավջութ լքված թավջութակի թող մի հատ դա կարտա եւ եթե իր հեկեկոսները կարողանա չզսպել ես կասեմ որ ինքը գիտակցություն ունի թող կարտա թե ինչ է գրել Թումանյանը մեր մասին Չարենցը մեր մասին Ռաֆու գործերը թող կարտա Արծրունի կարտա Ծերենց կարտա ոչ թե գիտեք ջատագովական հայրենիք չան մեռնեմ ջանիդ դու սուրպես երկի եւ իր հայրենիքը 300 տարի զիջի ուրիշներին թողնի ու փախնի կներեք Արդյոք այդ նեյնիմիստական պոեզիան հենց նրանից այն պատճառով պահանջարկ չուներ այն աղբյուրից չէր ծագում որ մեզ համար դժվար է առերեսվել մեր իրական հայրենիքի անպայման դա էլ կա Ընդհանրապես տեսեք, եթե մենք բանը նայենք, այդ իմաստով նայենք, մենք զարմանալի փաստեր կտեսնենք։ Օրինակ մենք տեսնենք, որ այն հայրենասիրությունը, որը գոյություն է ունեցել եւ մեր ժողովրդի արյան մեջ մտել է սովետական ժամանակաշրջանում, այդ հայրենասիրությունը 10-րդ դարում, 18-րդ դարում գոյություն չի ունեցել։ Հայրենասիրությունը եղել է քննական մի բան։ Ռաֆին հայրենասեր չի, բայց մենք տեսեք Ռաֆու հայրենասիրության քննականությունը չթվարկենք բոլոր անունները այդ շրջանում սովետական միությունում հայրենասիրությունը նույնպես կոռումպացվեց հայրենասիրություն ասին այնա որ դու առանց մտածելու քո բաների մասին ողբերգությունների բաների նկարագրում ես թե թուրքը ոնց է հայ կնոջ փորից հանել երեխաներին դա հայրենասիրություն չի դա ժողովրդին նսեմացնելու ստորացնելու մի հատ միջոց է գիտեք ընդհանրապես ժողովրդի գիտակցության մեջ իր կերպարը չպետք է նսեմացվի բռնաբարվածի սինդրոմը այդ բառը ես չի ուզում օգտագործել գիտեք եթե որևէ կնոջ բռնաբարում են ինչքան էլ դատարանները դատաստանները ուրեմն մեղադրեն բռնաբարողին եւ այդ կնոջը կարեկցեն ինքը մնում է բռնաբարված դա հոգեբանական մեզ ազգովին են այդ սինդրոմը ներշնչել մեզ այդ սինդրոմը ներշնչեցին 20-րդ դարի մեր սովետահայ գրականության մեջ մեզ դարձրեցին այո բանը դա խեղճուկ մի ազգ դարձրեցին ուրիշի այսպես ասած կծորտը դեպի Երևան ճանապարհը անցնում է Մոսկվայով իսկ հիմա տեսանք որ Մոսկվայով չի անցնում այստեղ հազարավոր նշբերանքներ կան հազարավոր նյուանսներ կան մեր հաղորդումը չի հերիքի այդ ամեն ինչի մասին խոսելու համար Գիտեք ինչ հիշեցի Հրանտ Մաթևոսյանն ասում է ժամանակը նույնպես հայրենիք է ամեն ժամանակաշրջան այո մենք հիմա այ մեր այս ժամանակի մեջ կարողացել ենք բացատրել ինչ է մեր հայրենիքը եւ որն է մեր հայրենիքի ժամանակը վախենամ որ ոչ որտեվ ճիշտ է մենք քաղաքական աշխարհաքաղաքական նոր իրավիճակների առջև ենք կանգնած բայց դեռևս գաղափարական բանական տրամաբանական նոր իրավիճակներում մենք չենք հայտնվել մենք գիտեք նման ենք մի գնացքի որի գծերը չկան սովետական միության ժամանակ կառուցված գծերը չկան բայց այդ գնացքը այդ նույն իներցիայով ուրեմն գնում է թե ուր է գնում ու չկանելով ինքն էլ չգիտի այսօրվա մեր պետության ամենաառաջնակարգ խնդիրը մեր ժողովրդի մեջ, մեր երիտասարդության մեջ, մեր ուսանողության մեջ քաղաքացիական մտածողություն դաստիարակելն է։ Այ օրինակ եթե ես լինեմ իրավունքներ ունենամ, ես օրինակ մեր նախ եւ առաջ ես 50-ից 100 գիրք քաղաքագիտական, փիլիսոփայական, ժողովրդագրական թարգմանել կտամ հայերեն երկրորդ որպես պետություն երկրորդ այդ գրքերը ես կմտցնեմ պարտադիր բուհական ծրագրերի մեջ որպեսզի մեր բուհերում
տխմարություններ սովորելու փոխարեն ուսանողը օրինակ անգիր անի Հոբսի Լևիաթանը, որպեսզի իմանա պետությունը ինչ է, որպեսզի իմանա պետությունը երբ է փչանում, երբ է բարի, երբ է չար, ինչ բան է օղլոկրատիան, ինչ բան է դեմոկրատիան։ Դեք մեր ժողովրդին երբեմն մեղադրում են բաների մեջ, բայց մեղադրելու չի, ինքը չգիտի, իրենից թաքցրել են դա, ինքը պարզապես տեղյակ չի։ Այ մի քիչ առաջ դուք աշխարհագրության մասին եք խոսում, չէ՞։ Օրինակ հանճարեղ գրքեր կան աշխարհագրությունը եւ այդ աշխարհագրության մեջ ժողովրդի ադապտացիայի, միմիկրիայի, ուրեմն աստիճաններն ու կարողությունները։ Խնդրեմ վերցրեք թարգմանեք այդ գրքերը, թող մեր ուսանողությունը կարտա, եթե չի կարտացել, որտեղից գիտի։ Իր աշխարհագրության մասին պետք է իմանա մի հատ հիմար վեճով Արարատն է կարևոր, թե Արագածն է կարևոր։ Կարելի է ժողովրդին այսքան գցել բանի մեջ, այսքան գցել մռակաբեսիա բառես բառ։ Ես կարծում եմ, որ դա ինչ ասեմ, անլուրջ քննարկում է, որովհետև կարևոր չի դու ոնց ես ընկալում, դու այդ լեռը պետք է հոգումդ ունենաս։ Անշուշտ, դրա համար դուք Հոգի պիտի ունենաս։ Աշխարհագրության լանդշաֆտի քո միջավայրի գիտակցությունը պետք է ունենաս, որը մենք չունենք, ցավոք չունենք։ Ինչն է մեզ պակասում այդ գիտակցության ընկալման համար, որտեղ տեսեք, մենք հիմա խոսում ենք մի թեմաներից, վստահաբար շատ կարևոր, շատ անհրաժեշտ, շատ կենսական թեմաներից, բայց ես նաև կարծում եմ, որ մենք շատ քիչ դիտումներ ենք ունենալու, որովհետև մենք ոչ մեկին չհայհոյեցինք, մենք որևէ մեկին չմեղադրեցինք մահացու անցանքների մեջ։ Արի մեր կողմից։ Այս ընթացքում ու մենք հիմա փորձում ենք հասկանալ պատճառները, մենք չենք ուզում հետևանքների մասին խոսել, մենք փորձում ենք հասկանալ պատճառները, մենք փորձում ենք իրավիճակ շտկել։ Համենայն դեպս ներկայացնել են մաքուր, նախնական, սկզբնական, իրական ինքնությունը հայի, որը չէր կարող անհետանալ, որովհետև չենք անհետացել մենք։ Այսինքն մեր մեջ այնուամենայնիվ դա պահպանվել է, բայց պահպանվել է ոնց։ Սա է խնդիրը, որովհետև դուք խոսում եք, ես չգիտեմ ինչու մտքով գնացել էի հին հռոմեական կայսրություն, աննալները, այդ պատմիչների գործերը, պետություն, պետության կազմավորման ընթացք, պետության կործանման ընթացք, մենք էլ ենք այդ ամեն ինչը ունեցել, այնպես չի որ դա միայն հռոմեական կայսրությունն է եղել, մենք էլ ենք դա ունեցել, բայց մենք դա չգիտենք։ Ճիշտ եք ասում։ Մենք Հայաստանի Հանրապետություն տարածքում գտնվող հին նախնադարից սկսած, առաջին դարից սկսած, որ ինչ որ բան փորձում ենք պատկերացնել, չգիտես ինչի պատկերացնում ենք միայն եկեղեցիներ։ Ճիշտ եք։ Բայց մենք ունենք սքանչելի բերդեր։ Եթե պեղումներ լինեն, ես վստահ եմ քաղաքների հայտ կգան։ Նույնիսկ Երևանի տակ հիմա քաղաքներ կան, բայց մենք այդ ամեն ինչի չգիտենք, որտեվ մենք դա չենք որոնել։ Ինչու մենք մեզ չենք որոնում։ Ինչու ենք մենք անverջ այսպես մակերեսով սահում, ու մեզ թվում է, որ ինչքան արագ սահեցինք, այնքան արագ տեղ ենք հասնելու։ Իսկ գուցե պետք է ելակետ ճշտել։ Ես ձեր հարցի միակ պատասխանը նախորդ հարցի պատասխանն է։ Մեզ պակասում է կրթությունը։ Մեզ պակասում է պատմական, քաղաքական կրթությունը։ Դեք ինքը շնորհքը տաղանդը ժողովրդի համար։ Մի բանը, որը կարելի է համեմատել, ասենք, ունևորության հետ։ Ասենք, շատ փող ունես, բայց շատ փող ունեցողը արժևորվում է նրանով, թե ինքը իր փողը ինչի վրա է ծախսում։ Եթե որևէ մեկը շատ փող ունի եւ գիշեր-ցերեկ զեղում, շվայտում եւ այդ փողը փչացնում է, դա դրան չի կարելի հարուստ անվանել։ Մեր ժողովուրդը ինքը շատ հարուստ գիտակցություն ունի, տաղանդավոր ժողովուրդ է իսկապես, բայց եւ պատմության բերումով եւ իրերի դժբախտ բերումով հնարավորություն չի ունեցել շրջանառության մեջ դնել իր ամբողջ կարողությունները, մտավոր, հոգեվոր, բարոյական, այս կարողություն։ Գիտեք, մեր ժողովուրդը շատ խեղճմտանքով ժողովուրդ է, դուք մի հատ մտեք մեր հեռավոր գյուղերը, տեսեք ինչ խեղճմտանք կա,
ինչ Մաքրություն, ինչ հյուրասիրություն, ինչ քրիստոնեական վերաբերմունք, սրանք պետք է մենք դնենք կիրառության, շրջանառության մեջ։ Սրանք կարող են շրջանառության մեջ դրվել միայն քաղաքացիական եւ պետական շրջանակներում, եթե դրանք անձնական, բարոյական նորմատիվներ չեն, այլ դրանցից մենք դուրս ենք ուզում հանել։ Այ հիմա մենք ունենք դրա հնարավորությունը, իսկ ժամանակն է, որ մենք մեր տաղանդը, մեր կարողությունները, մեր պատմությունը օգտագործենք մեր նպատակների համար, մեր գոյաբանական նպատակների համար։ Իմիջիայլոց, եթե դրա համար չես օգտագործում, ցեք մեր ժողովուրդը ինքը արտակարգ կենցաղային նորմատիվներ ունի։ Ինքը ամեն ինչի մասին կենցաղայնորեն մտածում է, բայց ինքը գոյաբանական նորմատիվներ չունի։ Մեր ժողովրդի համար կյանքը կենցաղ է։ Պետք է դառնա գոյություն, իսկ գոյության գրավականներից մեկը դա երկիրն է, պետությունն է, հասարակությունն է, քաղաքացիական հասարակությունն է։ Դուք չկարծեք, թե Գերմանիան հարուստանալու համար, որովհետև շատ օգտակար հանածոներ ունի։ Գուցե մենք էլ ունենք, ես չգիտեմ, բայց մենք ավելի շատ ունենք, բայց Գերմանացին հարուստ են դրա համար, որ իր գլխի մեջ շատ օգտակար հանածոներ ունի եւ դրանք հանում եւ իր սպասը դնում իր երկրի համար։ Այ այսօր մեր այդ ժամանակներն են, որ մենք արթնանանք եւ այդ կենցաղային կյանքից մտնենք գոյության մեջ, մենք գոյություն ունենանք, ոչ թե կենցաղավարենք։ Երկիրնայրին Չարենցի խոսքերով Սույնի մայս պոեմանման վեպը դեռ ինչքան է մնալու մեր ազգային քաղաքական ավետարանը։ Քանի մենք այդ վեպը անգիր չենք արել եւ այդ վեպի կոնցեպտները, հղացքները չենք ընկալել եւ վերարտադրել, այդքան ժամանակ դեռ կմնանք։ Ըստ էության ինչի մասին է այդ վեպը, որի դեմ այսօր տենց բերետ դրած ցանկացած բանաստեղծներ եւ բանաստեղծուհիներ նաեւ ապստամբում են։ Այդ վեպը մեր քաղաքական պատմական գիտակցության պակասի, եթե ոչ տխմարության Ես դրա համար էլ ինքնությունից հասա երկիրնայրին։ Դրա մասին է այդ վեպը։ Այդ վեպը դրա մասին է, որ մենք ոնց ենք ապրում, մենք հայրենասիրությունը ոնց ենք դարձրել ուղղի մորմոք եւ ոչ թե ռեալ գործնական գործնեության մի ասպարեզ։ Այդ վեպը այն մասին է, թե մենք ինչքան ճոռոմը վերամբարձ ենք երբեմն։ Թե մազութի համը ուղղակի։ Մազութի համո ենք, հա, մազութի համո ենք, ազգային գործի չենք, բայց թուրքերին ոչ ճանաչում ենք, ոչ գիտենք, ոչ էլ ինքնագիտակցության մասին այդ վեպը, ես նորից կպարտադրեի, որ երկիրնայրին Չարենցի հանճարեղ բանաստեղծության հետ միասին համահավասար, իսկ այսօր գործառնական տեսակետից ավելի շեշտադրված ուսուցանվեր եւ բարձր դասարաններում եւ բուհերում։ Ես իմ անուշ Հայաստանին մեդալի մի կողմն է, բայց մեդալը վավերական չի, եթե հակառակ կողմը չունի։ Դուք հիշատակեցիք երկիրնայրին, տասնյակ այդպիսի մենք այնպես չի, որ մեր մշակույթի մեջ այդ գիտակցությունը չենք ունեցել։ Ունեցել ենք, բայց թաքցրել ենք։ Էլ Թումանյանի հոդվածները մի հատ կարտացեք։ Թումանյանը ինչի՞ է մեր մասին ասում։ Անկեղծ չենք։ Մենք մեզ չենք ճանաչում։ Մենք ասում ենք պատմությունը չգիտենք, ժողովուրդ չենք դարձել։ Մենք ինչ ենք խալխ մնացել։ Այս բոլոր ինչուները պատասխաններ ունեն, եթե մենք վախկոտ չենք եւ քաջություն ունենք դրանց պատասխանները որոնելու եւ գտնելու։ Իսկ գտնելու դեպքում հեշտ է առաջ գնալը։ Շնորհակալ եմ, անցնենք բլիցի։ Անցնենք բլիցի։ Կա հարց, որ ինքներդ ձեզ տալիս եք, բայց պատասխանը չունեք։ Դժվար է ասել։ Դա կլինեն, իհարկե կլինեն։
իհարկե կլինեն, բայց այդ հարցերը ավելի, այսպես ասած, հոգևոր ոլորտներին են վերաբերվում, որը այս հաղորդման ժամանակ արծարծելի, որոնք արծարծելի չեն։ Ծով թե լեռներ, որտեղ եք ձեզ ավելի ամբողջական զգում։ Ես ինչ շատ լավ եմ զգում գետափերին, ես ծովի սիրահար չեմ։ Իմ բաներից մեկը, իդեֆիքսներից մեկը Սևանում լողանալն է եղել։ Այդ սառը ջրում, պաղ ջրում, իսկ եղել է, որ գնացել ենք ծով օրերով բան, եկել եմ մի հատ մի երկու օր Սևանում նոր, ես սիրում եմ գետափ, հոսող ջուր։ Քչքչան հոսող ջուր։ Սքանչելի է, Աղբյուր եմ Սիքս գետը սիրում։ հիշեցի։ Ինչու Կամպանելայի արևի քաղաքը մնաց ուտոպիա։ Ուտոպիաները վատ բան չեն, ուտոպիաները ոչ մենակ Կամպանելայի գործը, ուտոպիաները նրա համար են, որ մեզնից վերև թռնելու հնարավորություններ տան, նայած, ես կասեի, տեղ էլ կա, որ չի մնացել ուտոպիա, տեղ կա մնացել ուտոպիա, դժվար հարց եք տալիս։ Դուք ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք ինքներդ ձեզ, բայց 20 տարի առաջ։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ես այսօր առավոտյան ուրեմն մի հատ դաժան բան մտածեցի։ Ես մտածեցի, որ եթե ուրեմն այս տոհուբոհի մեջ, նախընտրական այս տոհուբոհի մեջ հանկարծ մեր ժողովուրդը չգտնի իրեն, կոպիտ սխալ անի, ես կկանգնեմ հայելու դիմաց և ինձ կասեմ ամոթ քեզ, որպես մտավորական, որ 2000 տարվա ընթացքում մեր ժողովրդին չկարողացանք հասկացնել ինքը ով է, իր բարեկամը ինչպես պետք է գտնի, Ով է իր բարեկամը։ ով է իր բարեկամը, ինչից պետք է վախենա, ինչից պետք է չվախենա, եւ այլն, ոնց պետք է կողմնորոշվի, որտեղ պետք է ինքնավստահ լինի, չարն ու բարին ճանաչելու ինչ ընդունակություններ պետք է ունենա, որը երբեմն չունի, եւ ի վերջո ինչ պետք է անի, որ կենցաղից դուրս գա եւ խրվի գոյության մեջ։ Ես ընդհանրապես լավատես մարդ եմ, հավատում եմ, որ մեր ժողովրդի ամեն ինչ լավ է լինելու, բայց բոլոր դեպքերում ես մեր մտավորականության ուսերին դրված վիթխարի բեռ եմ տեսնում այսօր, որ ինքը պարտավոր է անել, առաջ տանել եւ բացել դռներ, որոնք մինչև այսօր բաց չեն եղել։ Շնորհակալ եմ, բայց մի հարց էլ դեռ ունեմ։ Իմացեք։ Միքելանջելո թե Լեոնարդո դա Վինչի վերածննդի այդ խելագար հանճարներից ով է ձեզ ավելի հոգեհարազատ։ Դուք երկու հանճարեղ մարդկանց անուն եք տալիս, ես երկուսի ուրեմն ստեղծագործությունների բնօրինակներն էլ տեսել եմ, ուրեմն հուզվել եմ Միքելանջելոյի Մեդիչիների դամբարանի 4 արձանների Գիշերը, գիշերը, ցերեկը, դրանց առջև ես հուզվել եմ, տեսել եմ տեսել։ սիմվոլիկայի, Ֆանտաստիկ էր։ հա, եւ իմիջիայլոց նաեւ այդ վերջին շրջանի պիետայի, որ խաչից իջեցնում են, ես կարծում եմ, որ մարդու միտքը եւ Աստծուն մոտենալու մարդու հնարավորությունները առայժմ դրանից վերև չեն բարձրացել։ Ինձ տարակ մտքով Ֆլորենցիա։ Ես կարծում եմ, որ Միքելանջելոն թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր Լեոնարդո դա Վինչիի, Մոնալիզայի ու խորհրդավոր ընթրիքի, չասեմ մյուս գործերը սիրահար են։ Ինձ թվում է, որ վերածննդի ամբողջ էությունը, այդ խելահեղությունը, պետություն դառնալու խելահեղությունը, Իտալիան միավորվում էր, չէ, այդ ժամանակներում, անցյալը չկորցնելով անցյալ չվերադառնալու խելահեղությունը, ամբողջ դասական արվեստը պահպանելու, երևի իտալացիները այդ ամեն ինչը փակեցին, պարփակեցին Միքելանջելոյի մեջ, որտեղ եթե վերցնում եք իր կենսագրությունը,
իր բանաստեղծությունները, իր կտավները, Սիկստինյան կապելլան ի վերջո, Սուրբ Պետրոսի տաճարը, դա ամեն ինչը մարդկությանը երևի իսկապես տանում է այն ճանապարհով, որը ուղիղ գնում է դեպի Աստված։ Դուք ճիշտ եք, բայց թույլ տվեք մի հավելում անել ձեզ։ Ի պաշտպանություն, ոչ թե ի պաշտպանություն հօգուտ Լեոնարդոյի։ Իբրև գիտնական, իբրև գիտնական, բայց գիտնականության ինչ ասպեկտով, որ մշակույթի մեջ, արվեստի մեջ Լեոնարդոն ռացիոնալիզմ մտցրեց, որը մեզ հայերից շատ պակասում է։ Ես հենց հիմա իր մասին շատ հանճարեղ խոսք լսեցի, հիշեցի, որը մի ֆրանսիացի մեծ գրող է արել 20-րդ դարի։ Ասում է, ովքեր որ կանգնում են անդունդի առջև, ուրեմն երազում են հրեշտակի թևեր ունենան, որ այս ափից թռնեն մյուսը։ Հայ ժողովուրդն այդպեսին է։ Ասում է Լեոնարդոն ասում է, երբ որ եկավ թևեր տվեց։ Լեոնարդոն ասում է, հղացավ կամուրջի գաղափարը։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը, իր այդ հանճարեղ անրջական, հրեշտակային հատկությունների կողքին անդունդի վրա կամուրջ սարքելու կարողություն ունենար։ Այ Լեոնարդոյի ամբողջ մեծությունը դա է, որ անդունդը իր մեջ կամուրջի գաղափար ծնեց։ Այսօրվա մեր պատմության անդունդը, թույլ տվեք այդպես ասել, ես կուզենայի, որ մեզ ոչ թե խանդավառության մեջ գցեր կամ հուսահատության, այլ կամուրջ գցելու գաղափար ծներ մեր մեջ։ Դա որտեղից է սկսվում ու որտեղ է ավարտվում հայրենիքը այդ բaragայում։ Հայրենիքը ոչ սկսվում է, ոչ ավարտվում է, հայրենիքը ինքը Բիբլիայի ամենախորհրդավոր բառերից մեկն է։ Դա արխե է, ինչ որ այդ արխե բանը նախածանցը գիտեք, արխանգել, արխետիպ, ինքը մարդու մեջ դրված մի արխե է, որից դուրս մարդը չի կարողանում լինել, եթե իհարկե իր արխեն չի փոխում, որը իհարկե ենթակա չէ փոփոխման։ Ի վերջո օրերից մի օր մի տեղից դուրս է գալիս։ Ծննդոց գրքում այդ բառը իմիջայլոց կա։ Մերոնք թարգմանել են տեսակ, ազգ եւ տեսակ, եւ ստեղծեց Աստված ասма բույսերին եւ կենդաններին ըստ իրենց տեսակների։ Այդ տեսակ բառը բանում հրերենում շատ խորհրդավոր բառը լամինա, որը չի թարգմանվում։ Հույները դա թարգմանել են գենոտիպ։ Այստեղ եւ գեն բառը կա եւ տիպ բառը կա։ Եվ տեսակը տիպը։ Շատ դժվար է թարգմանելը։ Համենայն դեպս մերոնք թարգմանել են տեսակ։ Որպեսզի մեր ունկնդիրները հասկանան, որ տեսակը սովորական բառ չի, ես պետք է ասեմ, որ տեսնել բառի հետ է կապված տեսակը։ Այսինքն ով որ տեսակ չի, ով որ այդ ձեր ասած տեսանողը չի։ Նա չի կարող տեսնել։ Նա կտեսնի մոտիկ բառը։ Կնայի, բայց չի տեսնի։ Կնայի, բայց չի տեսնի։ Ուրեմն ազգությունը, ազգը, ժողովուրդը, էթնոսը, հունարեն ասած գենոտիպը, հայերեն տեսնել տեսակ բառի իմիջայլոց ռուսերեն նույնպես վիդ եւ վիձեց։ Ես միշտ զարմացել եմ, ժամանակ չեմ ունեցել այդ։ Ես մեր բառանը նայում տեսնեմ այդտեղ ինչ են այդ երկու արմատները նույն։ Ուրեմն այսպես ասենք, քանի որ ընկանք Բիբլիայի Աստվածաշնչի բաները, ուրեմն ազգությունը քո տեսնելու կարողությունն է։ Ձեր արդյունք Ձեզ հաջողություններ եմ ցանկանում, դուք ընտրական բանի մեջ եք, process-ի մեջ եք։ Ընդհանրապես ես բոլորին եմ հաջողություններ ցանկանում, բոլոր նրանց, ովքեր հայոյում են մեզ, ովքեր մեզ փնովում են, ովքեր բոլորին հաջողություն եմ ցանկանում, բայց առաջին հերթին ես ամսի 7-ին հաջողություն եմ ցանկանում հայ ժողովրդին, որ հանգարց ինքը
չընկնի ստահակների ջրերը եւ իր պետությունն ու երկիրը իր ձեռքից բաց թողնի։ Փորձեմ հարց տեսնել այդտեղ, ես կարծում եմ, որ այդ հարցը այսօր իսկապես դրված է բոլորիս առաջ։ Եվ այդ հարցի պատասխանը մենք պետք է տանք յուրովսան, մենք իրավունք չունենք հայրենիք ծախել։ Մենք իրավունք չունենք հայրենիքը արքու վաճառքի հանել, Հենց դա էլ նկատում եմ։ որովհետև մենք այդ պարագայում արքու վաճառքի ենք անում մեր արյունը։ Իսկ մեր արյունն է հազարամյակների միջով է հոսել ու դեռ պիտի հոսի։ Ու դա այն արյունը չի, որ պարբերաբար հնարավոր է ասենք եղել, դա լրիվ ուրիշ արյուն է, տեսակի արյունն է։ Ես կարծում եմ, որ չգիտեմ, ես այս ստուդիայում շատ խոսում եմ քաղաքականության մասին։ Հիմնականում խոսում ենք քաղաքականության մասին, բայց մեր այսօրվա զրույցը ինձ համար գերկարևոր էր, հատկապես կարևոր էր, որովհետև եթե մենք այս հարցերին չենք պատասխանում, մեր քաղաքականությունը սահում է մակերեսով ու ոչ միտեղ չի հասնում, Ճիշտ է։ որովհետև մենք պետք է ունենանք հիմքեր, մենք պետք է ունենանք ոչ միայն ճիշտ ելակետեր, այլև մենք պետք է հասկանանք, իսկ մենք ուր ենք գնում։ Ճիշտ է։ Ուրեմն խորին շնորհակալություն ձեզ։ Ձեզ շնորհակալություն, որ ինձ հիշել եք։ Շատ շնորհակալ եմ իսկապես։ Սիրելի ունկնդիրներ, հենման կետում աշխարհի ամենաբարդ հարցերը չէի ասի, բայց աշխարհի ամենահին հարցերը մենք այսօր փորձեցինք բարձրացնել ու ժամանակային առումով ամենանոր պատասխաններ տալ։ Բայց այդ հին ու նորի մեջ ամենակարևորը իսկապես մեր ինքնությունն է։ Ամենակարևորը այն զգացողությունն է, որ դու առավոտյան բացում ես աչքերդ ու քեզ տեսնում ես, զգում ես, ապրում ես քո հայրենիքում։ Բարին ընդ ձեզ։